Այսօրվա մեր հերոսն է Աննա Ավետիսյանը, զինվորական եւ հոգեբան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք ընտրել ձեր մասնագիտությունները։ Առաջին մասնագիտության ընտրությունը իրականում եղել է շատ մանկուց, փոքր հասակից, սահմանամերձ գյուղում ապրելուց հետո, քանի որ Արենին համարվում է սահմանապահ գյուղ, այդ աժոտաժը, այդ իրադարձությունը տեսնելուց հետո, թե ինչպես են զինվորները գնում մարտական հերթապահության, ինչպես են սահման պահում, դրանից ոգևորված եւ ոգեշնչված ընտրեցի զինվորականի մասնագիտությունը, երկրորդ ուսումը, որ ուսանում էի եւ միևնույն ժամանակ ծառայում էի մարտական հերթապահության էի մեկնում, միաժամանակ բոլորը համատեղել է, բնականաբար մեծ այդ ուժի մասին է խոսում։ Որպես կին զինվորական ինչ խոչընդոտների եք հանդիպել։ Առաջի խոչընդոտը հենց ֆիզիկական պատրաստվածության խնդիրներ, տղաների հետ համահավասար յուրաքանչյուր գործողություն իրականացնելը, սովորել են ամենատարատեսակ զենքերը, զինատեսակները, դրանք օգտագործելը։ Միակ դեմ մարդը, որ եղել է քույրս, մեջ ամեն ծառ ճանապարհին հանդիպած, պետք է ուղղակի մաքրել եւ անցնել առաջ ու հասնել յուրաքանչյուր նպատակի։